Դու չես քանդում որևէ մեկի արժեքը պարզապես փայլելով։ Երբեմն քեզ փորձում են լռեցնել, ոչ թե որովհետև ասում ես սխալ բաներ, այլ որովհետև քո լույսը խանգարում է ուրիշի խավարին։ Երբեմն քեզ արժեզրկում են, բայց ոչ այն պատճառով, որ բավականաչափ լավը չես, այլ որովհետև ինչ-որ մեկին ցավ է պատճառում քո ուժի, քո վստահ քայլքի, քո ներկայության ճշմարտությունը։ Դա գալիս է որպես կատակ, որպես համեմատություն, որպես օգնող խորհուրդ, բայց ներսում այն ծածկում է մի խոր ճշմարտություն, մյուսը պայքարում է իր սեփական անարժեքության զգացումի դեմ։ Դու նրանց ցավի պատճառը չես, դու նրանց հայելին ես, եւ երբ նրանք չեն սիրում իրենց արտացոլանքը, փորձում են ջարդել հայելին։ Բայց սրտիդ մեջ պահիր սա. Աստված երբեք չի ստեղծում մեկի մյուսին նվաստացնելու համար, եթե նա տվել է քեզ փայլելու շնորհք, ապա քո լույսը Տիրոջ փառքն է։ Եվ երբ մարդիկ ինքնահաստատվում են քո հաշվին, քեզ վերևից են նայում, խոսում են քնքշորեն, բայց ծաղրում են քեզ, ապա պետք է ուղղակի հասկանաս, որ դա նրանց չբուժված ցավն է բացահայտում։ Երբ մարդը չգնահատված է զգում իրեն, նա սկսում է ուրիշներին պակաս տեսնել, որպեսզի իրեն մի քիչ բավարարված զգա։ Բայց ոչ ոքի պետք չէ ապացուցել, որ դու հարգանքի ես արժանի։ Դու հարգանքի արժանի ես պարզապես, որովհետև Աստված արդեն քեզ արժեք է տվել։ Հիսուսը խոնարհվեց, բայց երբեք չնվաստացավ ուրիշների կեղծ կարծիքից, նա լռեց, բայց երբեք չհամաձայնվեց ստի հետ, նա լաց եղավ, բայց չկորցրեց ինքնությունը։ Եվ դու կարող ես լինել նրան նման, հասու, բարի, բայց անշարժ մի դիրք ունենաս քո հոգում։ Ես արժեք ունեմ, որովհետև իմ արարիչը այդպես է ասել, ու եթե քեզ մերժեն, հիշիր, նրանք են քեզ կորցնում, ոչ թե դու նրանց։